Իրեն պահեց որպես շատ սովորական մի խուժան, ուտել Նիկոլի կուտը և մտնել այս դիսկուրսի մեջ, երաշխավորված պարտության ճանապարհ է դա։ Բացի դոփելուց մնացած հարցերում կա կոնսենսուս։ Իհարկե Արցախը կործանվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով։ Դրսում բացարձական իմաստ եմ համարում վտարանդի կառավարություն պահի։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերն ընդունելու համար, սիրով։ Պարոն Սուրենյանց, վերջին տարիներին տեսնում ենք, որ բավականին շատ է թիրախավորված հայ առաքելական եկեղեցին, վերջերս էլ տեսանք, թե երկրի վարչապետը ինչ բառամթերքով անդրադարձավ մեր հոգևոր դասին եւ նշեց, որ մեր հոգևորականները չեն պահում իրենց կուսակրոնության ուխտը։ Կխնդրեմ նախ այս երևույթին անդրադառնաք եւ ինչ նպատակով է արվում այս հայտարարությունները։ Հարցը բազմաշերտ է։ Իրականում ցանկացած հեղափոխությունից կամ պսևդո հեղափոխությունից հետո տեղի ունենում պետական հանրային ազգային ինստիտուտների հետ հարաբերությունների տրանսֆորմացիա պետության 2018-ին մենք նաև տեսանք անզուս բարձրակումներ եկեղեցու դեմ այն ժամանակ իհարկե իշխանությունը փորձում էր ցույց տալ որ դրա հետ որևէ աղերսարություն չունի եթե հիշում եք այդ նոր Հայաստան նոր հայրապետ շարժմանը իհարկե իրենք աջակցում էին ակնհայտորեն դրանք ԿՊ-ամեր շրջանակներ էին բայց իշխանությունը փորձում էր արբիտրի դեր ստանձնել ասել որ ինքը երկխոսության կողմնակից է եւ այլն եւ այլն։ Պատերազմից հետո արդեն անթակույց եկեղեցու եւ իշխանության հարաբերությունները սրվեցին, ընդ որում եկեղեցին ի թիվս այդ տասնյակ ինստիտուտների պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը իր հերթին միշտ հակադրության ռեժիմը եկեղեցու հետ հարաբերությունները պահպանում էր Այն ինչ տեսանք վերջին օրերին, դա աննախադեպ էր, հատկապես Նիկոլ Փաշինյանի խոսույթի առումով, իրեն պահեց որպես շատ սովորական մի խուժան, որը կարող է ընդհանրապես քուչի բազարի ընթացքում իրեն թույլ տալ նման արտահայտություններ։ Բազմաշերտ է այդ հարձակման պատճառը։ Գուցե հենց այն վախն էլ կա, որ ժողովուրդը կհամախմբվի եկեղեցու շուրջը եւ Այսպես ավելի շատ կարող է համախմբվել։ Եթե մեկին թիրախավորում ես, նրան դարձնում ես կոնսոլիդացիայի կենտրոն։ Բայց հանրությանը չի ավելի շուտ հաշվարկ է սա։ Պայմանավորված ներքին եւ արտաքին մոտիվներով։ Առաջինը անթակույց սա դենացիֆիկացիայի պահանջ է Ադրբեջանի կողմից, որը միայն եկեղեցին չի վերաբերում։ Իրանք օրինակ ասում են, որ զինված ուժերը մեր սահմանափակ կլինեն, եկեղեցին ըստ երևույթին պահանջում է, որպեսզի հատուկ կարգավիճակ չունենա, 18-րդ հոդվածով սահմանադրության մեր եկեղեցին նման կարգավիճակ ունի, նաև շատ կարևոր համազգային կառույց է, որը մեկը ֆիքս է դենացիֆիկացիայի պահանջն է, որը արևը պահանջում է, Նիկոլ Փաշինյանն էլ հետևականորեն իրականացնում է ու սկսած անկախության հռչակագրից վերջացրած եկեղեցով տիրախավորվում է։ Երկրորդը այդ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իրական թեզը, իրական Հայաստանի կեղծ թեզը չի կարող ամբողջովին կենսունակ լինել, եթե եկեղեցի պահպանի այսօրվա ազդեցությունը կամ այն ազդեցությունը, որ ունեցել է միշտ Երկրորդ կետը սկզբունքորեն բխում է առաջի կետից, բայց այնուամենայնիվ որպես երկրորդ կետ ֆիքսենք էին։ Երրորդը Նիկոլ Փաշինյանը լուծում է էլեկտորալ խնդիր։ Նա փորձում է առավելագույնս համախմբել իր էլեկտորատը, որը նման բառապաշարի, նման վարքագծի իր համար շատ հարազատ է համարում։ Մյուս կողմից նա փորձելու է այս հողի վրա նաև աղանդավորների եկեղեցու հետ խնդիր ունեցող հասարակության տարբեր մարգինալ խմբերի կոնսոլիդացնել իշխանության շուրջ։ Չորրորդը նա ընտրարշավից 1 տարի առաջ, ընտրություններից 1 տարի առաջ փորձում է բոյ bez պրավիլի խաղի կանոններ հաստատել, այսինքն փորձում է ցույց տալ ինչպես ավարտվելու ցանկացած մեկի հետ, որը սպառնա իր իշխանությանը, իր քաղաքական գոյությանը առհասարակ։ Իմ կարծիքով
Բավարարական առումով այս թեմայի մեջ մենք նույնիսկ չպետք է մտնենք, որտեղ Նիկոլ Փաշինյանի ուզածներից է դա։ Հիմա ոչ է քննարկելու մենք միասին ով է կուսակրոնության բանը պահել, ով չէ։ Բայց ընդդիմությունը ինչ պիտի անի այստեղ։ Հիմա ես կասեմ, ուրեմն եկեղեցին գուցե ռեֆորմների կարիք ունի, ես որպես պարբաբան իմ վերլուծությունների արդյունքում գտնում եմ, որ ունի։ Բայց ես այդ հրապարակային չեմ պատրաստում քննարկել, որովհետև դա այն գործը չի։ Եկեղեցու ռեֆորմը ոչ իշխանության գործն է, ոչ որևէ քաղաքական գործ չի, դա հենց եկեղեցու գործն է, միայն բացառապես։ Դա բխում է նաև պետությունից անջատ լինելու եկեղեցու սահմանադրական կարգավիճակից։ Մենք իրավունք չունենք այդ հարցերը քննարկելու։ Առավելագույնը ես կարող եմ անել մտերիմ զրույցներում, մասնավոր զրույցներում տարբեր սրբազանների, եկեղեցու երևելի հայրերի հետ քննարկել այդ թեման, որպես մասնավոր զրույց։ Հիմա իրանք իմի շոր առաջարկներ կամ դիտողություններ կընդունեն, չեն ընդունի, դա իրանց իրավունքն է, բացառիկ իրավունք է։ Ընդդիմությունը պետք է ստեղծի այլընտրանքային օրակարգ, որտեղ ուտել Նիկոլի կուտը եւ մտնել այս դիսկուրսի մեջ երաշխավորված պարտության ճանապարհ է դա։ Ընդդիմությունը պետք է սկզբունքային 4-5 խնդիր բարձրաձայնի, դրանց շուրջ տա այլընտրանքային գնահատականներ, ձևավորի դիրքորոշումներ եւ փորձի այդ հիմքով հասարակական կոնսենսուս ձևակերպել։ Սա է ընդդիմության անելիքը։ Թե չէ մտնել Նիկոլ Փաշինյանի այս օրակարգի մեջ, ընդ որում խոսույթային առումով եւ բովանդակային առումով, դա սկզբանե դատապարտված բան է։ Դատապարտված է նաև այն ճանապարհը, երբ որ ոմանք եկեղեցում կոչ են անում արմատական քայլերի գնալ, բանադրանք, նզովք եւ այլն, որովհետեւ դեմը գործ ունենք Նիկոլ Փաշինյանի ցինիզմով շաղախված շատ սառնասեր ծրագրի հետ։ Հետևաբար դրան պետք է հակադարձել կամ պատասխանել քաղաքական հակածրագրով։ Ոչ թե մտնել դաշտ, որը եկեղեցու տիրույթ է կամ մտել բովանդակային քննարկման մեջ Նիկոլ Փաշինյանի հետ, որը էլի դատապարտել է, որտեղ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը իդեպ դա արձանագրել էր եւ ծաղրել էր բոլորին, ասելով, որ բացի դոփելուց մնացած հարցերում կա կոնսենսուս։ Այո։ Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է այնպես անել, որ այս հարցի շուրջ հակադրության մտնոլորտ լինի, որտեղ ինքը սա իր օրակարգն է, երկրորդ, երրորդ, չորրորդ քայլերը հաշվել է։ Ինչ հակածրագիր եք դուք առաջարկում, նշեցիք, որ պետք է պայքարել հակածրագրով։ Տեսեք 4-5 սկզբունք կա, ինչպիսի պետություններ պետք պատկերացնող ռեալ պոլիտիկի տեսանկյունից, ինչպիսի արտաքին քաղաքականություն տիվարվի, ինչպիսին պիտի լինի տնտեսությունը, ինչպիսին պիտի պայքարել լինի կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, ինչպիսի առաջնահերթություններ են ֆիքսում տնտեսության զարգացման, ինչպիսի պիտի լինի երկրի կառավարման մոդելը։ Այս 4-5 շատ սկզբունքային հարցերին ընդդիմությունը պարտավոր է գտնել հարցեր, որոնք կարող են նոր ընդդիմություն ձևավորել վերախմբավորումներով։ Ես միամիտ չեմ, որ կարծեմ լուսնից մարդ է իջնելու նոր բան ձևավորի, որ ընդդիմադիր ուժերը կարողացան այս հարցերի պատասխանը ձևավորել հստակ եւ իրատեսական լուծումներով հասարակությանը կոնսոլիդացնել, նրանք կհաջողեն։ Որ քաղաքական ուժերը հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի ծուղակում, ստիպված են լինելու պսևդոայրենասիրական ճառեր հնչեցնել, ուրայրենասիրական ճառեր հնչեցնել, բայց Նիկոլի հետ քաղաքական մենամարտում միշտ երկրորդ համարով խաղալ, որը երաշխավորված պարտության ճանապարհ է։ Պարոն Սուրենյան, այսօր ինչպես է գնահատում Հայաստան արևմուտք եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, հատկապես կխնդրում կենտրոնանաք վերջերս մայիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Երևան, որտեղ հանդիպում տեղի ունեցավ նախագահի, վարչապետի եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նրանք անդրադարձան հայ-ռուսական հարաբերություններին, Սերգեյ Լավրովը նշեց, որ Հայաստանին մշտապես դիտարկել են որպես Ռուսաստանի բարեկամ, իր հերթին էլ Միրզոյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում վերաֆորմատավորելու կարիքը չկա։ Շատ քաղաքական գործիչներ նշում են, որ Հայաստանի գործող իշխանությունը արևմուտքից չստացավ այն, ինչը սպասում էր եւ հիմա էլ ռուսամետ քաղաքականություն է վարում, դուք ինչ կասեք։ Գիտեք, ծայրահեղությունների գիրք ընդդեմ պետք չի, ես միշտ այդ մոտեցման կողմնակից եմ։ Հայ-ռուսական հարաբերությունում կա ճգնաժամ։
Անդորում այդ ճգնաժամը ունի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բաղադրիչներ, խորքային ապահովականի Նիկոլ Փաշինյանը այդ հարաբերությունները փչացել է ինչքան կարող է, բայց այնպես չի, որ դրա այդ ճգնաժամը առաջացել է միայն Նիկոլ Փաշինյանի գործով։ Այդտեղ կա նաև ռուսական քաղաքականության առաջնահերթությունների փոփոխության խնդիր եւ ընդհանրապես գլոբալ փոփոխություններ, որ սկսվել են դեռևս 2012-13 թվականներից։ Սպասել, որ մի այցը կարող է այդ ճգնաժամը վերացնել, եթե նույնիսկ այցելություն անողը Սերգեյ Լավրովի պես հմուտ դիվանագետ է, իհարկե միամիտ իլյուզիաներ կլինեն, չի կարող նման բան լինել դրանցի մեջ։ Հիմա իմ տպավորությամբ ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում։ Կողմերը չգտնելով այդ ճգնաժամը ֆունդամենտալ հաղթահարելու ռեցեպտներ, դրանք հեշտ չի շատ արագ գտել, որովհետև տեկտոնական աշխարհաքաղաքական ցնցումների տուրբուլենտության ռեժիմում մենք եւ միջև գլոբալ հարցերը չհստակեցվեն, չենք կարող պատկերացնել նաև հայ-ռուսական նոր հարաբերությունների որակը, հա։ Հիմա քանի որ այս գլոբալ հարցերը դերևս լուծման կարոտ են, կողմերը փորձում են ճգնաժամը կառավարել։ Դրան էր միտված Լավրովի այցը, դրա համար երկուստեք ռետորաբանության մեջ որոշակի մերմացում տեսնում եք, օրինակ Լավրովը անդադ շեշտում էր գործընկերությունը խորացնելու անհրաժեշտությունը, ժեստեր էր անում նաև Արարատ Միրզոյանը, օրինակ ԵՄ գնալու օրակարգ չունենք, իհարկե դեպքում էլ այլ հարցեր են առաջանում, ինչի մասին է սա խոսում, որ ստրատեգիական պարտիորությունը վերաֆորմատավորելու անհրաժեշտություն չունենք եւ այլն եւ այլն։ Եվ հետո էլ նկատում ենք, որ տոների որոշակի մերմացում կա, բայց խոսել ճգնաժամի հաղթահարման մասին նման մարզակցություն ես չեմ ունեն, հա։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջնահերթություններին, այո, նա հասկանում է, որ հույսը չի կարող դնել գլոբալ արևմուտքի վրա հավաքական արևմուտքի վրա նախորդև այլևս հավաքական արևմուտք չկա, հատկապես Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից հետո եւ մեր տարածաշրջանը ըստ էության դադարեց Միացյալ Նահանգների համար կարևոր լինելուց, առաջնահերթություն լինելուց, իսկ Եվրոպայի գլոբալիստական ուժերը այդ կարողությունները չունեն Նիկոլ Փաշինյանին այն աջակցությունը ցույց տալու, ինչի ակնկալիքը նա ունի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը ամբողջովին դասեր չի քաղել, հիմա նա փորձում է ռուսական հովանոցը փոխարինել թուրքական հովանոցով կամ առնվազն այդ երկուսը համադրել, շոր տարբեր բաներ է փորձարկում, որոնք էլի արկածախնդրության դաշտից են, բայց Նիկոլ Փաշինյանն էլ ամեն դեպքում մանավանդ նախընտրական տարի է, Մոսկվայից հնարավոր ռիսկերը չզոքացնելու նպատակով նա ինչ-որ կարեկցիռովկա այնուամենայնիվ արել է, բայց հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ռեժիմը չեն հաղթահարել, ցավոք սրտի, եւ մենք տակտիկական վերանայումների եւ տակտիկական շտկումների փուլ ունենք։ Իհարկե դա ավելի լավ է, քան այն հակադրությունը, որ կար, բայց դա չի կարող լուծել այն խնդիրները, որ մենք ակնկալում ենք, որ կարող են լուծվել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորումից հետո։ Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին, Արևմուտքի հետ մենք երբեք էլ բովանդակային հարաբերություններ չենք ունեցել, քաղաքական, տնտեսական, կամ ավելի չենք ունեցել, քան նկարագրված է ՍԵՊԱ-ում, որը կնքվել է դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության վերջին փուլում։ ՍԵՊԱ-ից ավելին հիմա չունենք, նույնիսկ ՍԵՊԱ-ն է 50-60%-ով կատարված, ոչ ամբողջովին, մնացածը դատակ խոսքեր են, եվրոինտեգրում, եթե Արարատ Միրզոյանը ասում որ ԵՄ գնալու օրակարգ չունենք, այդ դեպքում ինչու է խաբել ժողովրդի եւ ընդունել օրենք, որ ստրատեգիական կողմնորոշման փոփոխության կուրսը օրենսդրորեն ամրագրել է։ Այդ դեպքում կամ իրենք այն ժամանակ են խաբել կամ հիմա են Լավրովին խաբում կամ էլ ցանկացած հայրաքաղաքում ասում են ինչ որ հաճելիա զրուցակցին դիպ խաբում են այդ հայտնի ֆիլմի բանը վիճակին եք ասել։ Հիմա այն ինչ որ մեր մոտ ընդունված անհամարել արևմտականություն, որևէ կապ չունի արևմուտքի հետ։ Ոչ արևմուտքի արժի համակարգի հետ, ոչ Եվրամիության իրետական ինտեգրացիայի հետ, հակառուսական տգեղ ստրիպտիզը կոչել արևմտականություն մեղք է։ Պետք է բոլոր առումներով։ Դրա համար ես
Էլի պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական օրակարգ եւ կոնցեպտ չունի։ Կոնյունկտուրայից ելնելով նա քայլեր անում, երակետում դնելով սեփական իշխանության պահպանման եւ վերարտադրության խնդիրը։ Պարոն Սուրենյանց, վերջում կխնդրեմ անդրադառնալ Արցախի նախագահի ինստիտուտի պահպանման կարևորությանը, քանի որ այս օրերին Արցախի ղեկավարությունը փորձում է Արցախի նախագահ ընտրել եւ կհիշեք, որ այս իշխանությունը նշել էին, որ չի կարող լինել պետության մեջ, որևէ վտանգ սպառնում է Արցախի նախագահ ընտրելը Հայաստանին։ Իդեպ այսօր էլ Արցախի պետական դրոշի օրն է։ Ընդհանրապես Արցախի պետականությունը սիմվոլիկան իմ համար թանկ է որպես պատմական հիշողություն։ Ինչ եմ ակցենտով ասում, իմ պատասխանը պոպուլյար չի այս հարցում։ Իհարկե մենք ունեցել ենք պետականություն Արցախում, իհարկե Արցախ ունեցել է պետական ինստիտուտներ, իհարկե Արցախ ունեցել է պետական ատրիբուտներ, իհարկե Արցախը կործանվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով, իհարկե Ալեն Սիմոնյանը անամոթություն է անում, երբ որ հայտարարում է, որ արցախցիների նախագահ կամ ազգային ժողովի նախագահ ընտրելու պատճառով է, որ Արևմտյան Ադրբեջանի Ալիևը նման խոսույթ է գեներացնում, որտեղ դա հետևանք է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, ոչ թե արցախցիների քանդելիս, բոլորը ճիշտ են։ Եվ այս բոլոր հարցերում իմ դիրքորոշումները շատ նման են այն դիրքորոշումների, որոնց մատիտ մյուս ուժերը ունեն։ Մյուս կողմից ես տարբերվող մոտեցում ունեմ արցախցիներին վերաբերող խնդիրներում եւ բացարձակապես անկեղծ եմ իմ մտորումների մեջ եւ չկա պոպուլիզմի որևէ հատիկ իմ դիրքորոշումներում։ Ասեմ ավելին, իմ դիրքորոշումները ռեալ պոլիտիկից են բխում եւ իսկապես դա այդպես է։ Իսկ ռեալ պոլիտիկը ինչ է հուշում։ Գիտեք, երբ որ կորցրել ես պետականությունը, այլ այդ տարածքում չես ապրում, դրսում բացարձական իմաստ եմ համարում վտարանդի կառավարություն պահել։ Դա որևէ խնդիր չի լուծում։ Բացարձակ որևէ խնդիր չի լուծում։ Ես Ալեն Սիմոնյանի պես պնդում չեմ անի, բայց Ադրբեջանը այդ որպես պատրվակ կարող օգտագործի իրար։ Հայաստանի դեմ ինչ-որ պահանջներ ունեն։ Բայց չէ՞ որ այս նույն սկզբունքով շարժվեց Ադրբեջանը։ Չէ, դա կներեք, բայց դա միանշանակ տարբեր բաներ են։ Ադրբեջանը սկզբունքով կարող էր շարժվել, որովհետև ամբողջ միջազգային նախնենք վտարանդի կառավարություն չէին պահում, մի հատ ներկայացուցիչ չէին պահում, որին պարբերաբար ընդունել էին Մեջլիսի պատգամավոր։ Նման մի բան գուցե ստեղ էլ կարող ենք անել, արցախցիներին ցուցակներում ակտիվ գործիչներին ներառենք, իրանք ներկայացված լինեն խորհրդանում մեր, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Դա միանգամայն ուրիշ բան է։ Ինչա տարբեր այն ինչ որ արել է Ադրբեջանը եւ այն ինչ որ փորձում են մեր հայրենակիցները անել։ Տարբեր է, որովհետեւ միջազգային իրավունքի տեսակետից Արցախը համարվում էր Ադրբեջանի ազգային ամբողջականության մաս, իհարկե բոլորը ընդունում են, որ կա հակամարտություն, դա վերջնական կարգավիճակ չի, բայց այնուամենայնիվ համարում էին միջազգային բանի առումով, խոսույթի առումով Արցախը կարվում էր որպես Լեռնային Ղարաբաղը, որպես Ադրբեջանի մաս։ Դա համար իրենք միշտ այդ սեփական տարածքի նկատմամբ իշխանություն հաստատելու տրամաբանության մեջ էին այդ բաները անում։ Բայց էլի վտարանդի կառավարություն չունեին, օրինակ Բաքվում չեք կարող հիշել, որ կար օրինակ բան Լեռնային Ղարաբաղի ղեկավար կամ բան։ Հիմա այստեղ արցախցիները անշուշտ ինքնակազմակերպվելու իրավունք ունեն եւ պիտի ինքնակազմակերպեն, բայց ես կարծում եմ դրա լավագույն ձևը պետական կառավարման մարմինները չի։ Հասարակական կազմակերպություն կարող է փոխարինել դրան, եւ վերջը կարևոր է խնդիրներն է, որոնք ուզում են լուծեն եւ պիտի լուծեն։ Ոչ թե կարգախոսները, կարգախոսային պաշտոնները, որոնց տակ չկա ռեալ բովանդակություն, ընդհանրապես չկա որևէ գործիքական, սա մեկ։ Ուրեմն սա ֆիքսենք։ Ես կողմ եմ, որ արցախցիները ինքնակազմակերպվեն, բազմաթիվ սոցիալական հարցեր ունեն, Հայաստանի հասարակության հետ ինտեգրվելու, ադապտացվելու խնդիրներ ունեն, այդ բոլոր խնդիրները պետք է լուծվի եւ դա կարծում եմ ամենաարդյունավետ ձևը օրինակ ՀԿ-ն է։ Երկրորդը, իդեպ վերջի զանգվածային ակցիան արցախցիների, այդ պետական մարմինները չեն կազմակերպում, այս քաղաքացիական մի նախաձեռնություններ, իմ անունը ստույգ չեմ հիշում, այդ համենայն դրում պետական պաշտոնյաներ չեն նրանք, քաղաքացիական
նախաձեռնության մակարդակով շատ ավելի արդյունավետ ստացվեց, եթե տեսակ կան, երբ որ պետական շոր հովանուտա կա ինչ-որ բաներ։ Սա մեկ, երկրորդը վերադարձի կոնցեպտը սպային իրական չի։ Միանգամից կանխելով ձեր հնարավոր հաջորդ հարցը, որովհետև այդ պետական մարմինները անհրաժեշտություն կար պահելու, եթե շուտապույտ վերադարձի ինչ-որ բան կար, տեսլական։ Վերադարձ որ դեպքերում անհնարավոր, 3 սցենար կար։ Առաջինը, եթե նոր պատերազմ լինի եւ մենք հետ վերցնենք, ազատագրենք Արցախը, ինչը սուպեր անիրատեսական սցենար է, գոնե տեսանելի ապագայում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը սպային նույնիսկ ինքնիշխան տարածքները չի կարողանում պահպանել։ Նրանք, որոնք միջազգային հանրության աչքերով էլ համարվում են Հայաստանի Հանրապետության անկախների մասը, երկրորդը, երբ որ միջազգային հստակ երաշխիքներ գործեն եւ դրանց երաշխիքների ներքո մեր հայրենակիցները վերադառնան ուրեմն Լեռնային Ղարաբաղ իրենց բնորանը եւ հայրենիքը ապրելու։ Սա էլ տուրբուլենտ աշխարհում անիմաստ մի խոսակցություն է, որտեղ միջազգային իրավունք իր բաղադրիչները ընդհանրապես աշխարհում չի գործում։ Տոտալ ճգնաժամի մեջ է միջազգային իրավունքը։ Չկարծեք, որ եթե ռուսներ չլինեին այնտեղ խաղապահներ, ՆԱՏՕ-ի զորախումբ կամ այլ դրոշի ներքո իրանք արդյունավետ կանխելու էին ադրբեջանական ագրեսիա, բացարձակապես ոչ։ Հակառակ դեպքում հիմա Ադրբեջանին հեղեղել էին պատժամիջոցներով, ասենք արևմտյան երկրները։ Եվ երրորդ տարբերակը վերադարձի արցախցիների դա այն է, որ մեր հայրենակիցները համաձայն են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ եւ այլ բնակավայրեր, ավելի շուտ արդեն դա Լեռնային Ղարաբաղ չի լինում, վերադառնում են Ադրբեջանի ինտեգրված իրենց հայրենիք, որը սակայն որևէ սուբյեկտություն չի ունենում, որտեղ Ադրբեջանը նման բան չի խոստանում, բացի մոմ վառելու եւ հայերեն մի երկու ժամ սովորելու իրավունքից, բայց եթե պետք է համաձայնվեն Ադրբեջանի օրենքներով ապրեն 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դուրս չեն գա ուղղակի այդ տարածքից, մենակ մի բան ասեմ, որպեսզի խոսքս մեր կապարանոց չեն չի։ Ցանկացած մեկը, որ արցախցիներին հորդորում է այդ երրորդ իմ ասած սցենարով վերադառնալ Ղարաբաղ, թող իրան պատկերացնի արցախցու տեղը, պատկերացնի, որ ունի 18 տարեկան հարական սեռի ներկայացուցիչ որդի, որը պիտի զորակոչվի Ադրբեջանի զինված ուժեր։ Կարծում եմ միայն այս մի կետը հերիք է, որ արժանապատիվ որևէ հայ, արժանապատիվ որևէ արցախցի վերադարձի մասին այդ Ադրբեջանի պետության օրենսդրության շրջանակներում չմտածի անգամ։ Հետևաբար, այս պահի վերադարձի օրակարգ չկա։ Ըստ այդմ, մեր արցախցի քույր եղբայրները բոլորիս հետ միասին, որտեղ դա բոլորիս խնդիրն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը նույնքան արցախցիների հայրենիքն է, ինչքան ասենք իմ, որ ծնվել եմ Ենթադրիկ Կոտայքի մարզում կամ մյուսի, բոլորիս պահանջի կառավարությունից մեկը պիտի լինի, մշակել սոցիալ-տնտեսական միջոցառումների համալիր ծրագիր, հնարավորինս արագ արցախցիներին հայաստանյան կյանքին ինտեգրելու, նրանց բնակարանով, արժանապատիվ աշխատանքով, ապահովելու նպատակով։ Սա պիտի լինի բոլորիս պահանջը, որպեսզի կարծեմ մոտ 20,000 արցախցի անվերադարձ այս պահին հեռացել է Հայաստանից, պիտի ամեն ինչ անենք, որ արցախցիները չտարալուծվեն, այսինքն չձևավորվի մի հատ նոր սփյուռք բաղկացած արցախցիներով, Հայաստանում իրենք սփյուռք չեն, Հայաստանում իրենք լիարժեք Հայաստանի քաղաքացիներ են։ Հետևաբար պետք է մեր պահանջը, արցախցիների պահանջը իշխանություններից դա լինի, ինտեգրել նրանց Հայաստանի կյանքին։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էր։